Գյուրջան Կասկադ, ցանկացած համեմատություն մեր օգտին է։ Պարոն Ղազարյան, ես ուզում եմ, որ ստեղ ավելի հստակեցում անեք։ Հատուկ կարգավիճակ ստացող մարդիկ ասում եք հիմնականում հայեր են, ես ճիշտ հասկացա, հա։ Ինչ է նշանակում հիմնականում, ինչ առանձնահատկություն այդտեղ կա, ինչ տարբերություն նրանց եւ այս վերջի կատեգորիան, որ նշեցիք, ինչպես անվանեցիք, բացառիկ կարգավիճակ ունեցող։ Մի հատ խնդրում եմ հստակեցնել իրենց տարբերությունները, ով կարող է ստանալ հատուկ կարգավիճակ, ով բացառիկ կարգավիճակ, այլ ազգի ներկայացուցիչներն ովքեր են եւ ասացիք 12000 օտարերկրացի կարծես թե Հայաստան է եկել եւ կացության իրավունք է ձեռք բերել, ես ճիշտ հիշեցի թիվը։ Ես ուզում եմ նաեւ աշխարհագրությունը մի փոքր բացենք, թե որ երկրներից են հիմնականում Հայաստան գալիս, անձն աչքով Հնդկաստանն է, բայց միգուցե ավելի ճշգրիտ Ահա, Ռուսաստանն ինձ թվում է մի քանի տարի առաջ, հիմա ակնհայտ մի քիչ Հնդկաստանի պատկերը ավելի ակնհայտ է։ Չէ, խնդրում եմ ամեն դեպքում ներկայացրեք, ես եւ այս համատեքստում, քանի որ հնդիկների ներկայացումից խոսեցինք, ես հիշում եմ մի քանի տարի առաջ Վայոց ձորում հատկապես խնդիր էր առաջացել ապօրինի միգրացիայի եւ որոշակի կեղծ փաստաթղթերի ձևավորման մասով։ Ես անկեղծ ասած չգիտեմ դա իրավական հետևանք ունեցել այդտեղ աշխատողների համար թե չէ, բայց այս խնդիրը եւս կա ապօրինի միգրացիայի եւ թղթերի կեղծելու հետ կապված։ Պարոն Ղազարյան, խնդրեմ։ Շնորհակալություն։ Եթե ունեք հնարավորություն պատկերը մի հատ ասեք, որպեսզի Հա, սկսենք վիճակագրությունից։ Հա, սկսենք վիճակագրությունից, դա Տիկին Գրիգորյան վերջի թվը որ նշեցի, բոլոր տեսակի կացության կարգավիճակներ ստացածները 24 թվականին 12491 նրանցից ամենամեծ ծավալը Ռուսաստանի Դաշնության քաղաքացիներն են, երկրորդը Հնդկաստանի քաղաքացիները, երրորդը Իրանի, Վրաստանի, Սիրիա, Ուկրաինա եւ այսպես արդեն հերթականությամբ շարունակվում է։ Իմիջայլոց ասեմ, որ մոտավորապես 2021 թվականից այս հերթականությունը չի փոխվել այն երկրների Այս ընդհանրական վիճակագրության մեջ չունեմ, բայց կարող եմ նշել, որ այո, ճնշող մեծամասնությունը ազգությամբ հայեր, սակայն 22 թվականից մենք ունենք որոշակի պատկերի փոփոխություն, որովհետև մենք նաև տրամադրում ենք ԵԱՏՄ քաղաքացիներին Հայաստանում աշխատելու հիմքով օրինական բնակության տեղեկանքներ, որովհետև ինչպես տեղյակ եք, ԵԱՏՄ քաղաքացին, եթե մյուս երկրի տարածքում աշխատանքային գործունեություն է իրականացնում, ինքնաշխատանքի թույլտվության եւ այդ հիմքով կացության կարգավիճակի անհրաժեշտություն չունի իր աշխատանքային պայմանագրի ժամկետով օրինական բնակիչ է համարվում եւ այդտեղ եւս մենք ունենք իրական թվեր, որ ոչ միայն ազգությամբ հայերն են, կարող են պատկերը ներկայացնել։ Շնորհակալություն, պարոն Ղազարյան, ասեմ շատ հետաքրքիր պատկեր է։ Դուք հարակից եք միանգամից թե Բայց բաց հարց մնաց հատուկի հետ կապված հարցադրում էիք տալիս, ուրեմն հատուկի հիմքը այս պահին այսպես է ազգությամբ հայ եւ երկրորդը ուրեմն տնտեսական նշանակալի գործունեություն իրականացնող այս երկու հիմքերն են, որոնցով չէ, կամ Չէ, բացառիկի մասին չի է։ Հիմա հստակեցնենք, հա, հատուկը, որը մինչև այս պահը, մինչև այս օրենքի ընդունումը հիմա գործում է եւ գոյություն ունի։ Կարող է լինել ազգությամբ հայ եւ տնտեսական, մշակութային եւ այլ էական նշանակալի գործունեություն իրականացնի։ Սա մեկ։ Բայց գործել է, այսինքն պրակտիկայում հիմնականում գործել է որպես վարչարարություն։ Անձը դիմում է, վարչարությունը պատտվում է, հետո վարչապետի որոշմամբ նրան տրվում է հատուկ կացության կարգավիճակ։ Տարեկան մենք ունենում ենք 400-ից 500 նման դիմումներ։ Հիմա ինչ ենք մենք սահմանում բացառիկի պարագայում։ Բացառիկի պարագայում ասում ենք, եթե Հայաստանի Հանրապետության համար տվյալ անձը բացառիկ նշանակությամբ որևէ ներդրում է իրականացնել, անկախ հիմքից կլինի Չէ, դա հայեցողական է, դա ինչպես օրինակ քաղաքացիության շնորհման պարագայում նման հայեցողություն գոյություն ունի եւ հանրապետության վարչապետը կարող է դիմել հանրապետության նախագահին բացառիկ ծառայությունների դիմաց անձին քաղաքացիություն շնորհելու համար։ Մենք բացառիկի հիմքում դրել ենք նույն տրամաբանությունը, ինչ որ քաղաքացիության
պարագայում է գործում։ Եվ հատուկ կացության կարգավիճակը նախկինում մեծավ մասամբ գործել է հենց այդ տրամաբանությամբ։ Բացառիկ ծառայություններ է իրականացրել անձը, սակայն ասենք չի ցանկացել կամ չի դիմել քաղաքացիություն ստանալու համար, սակայն ցանկացել է երկարաժամկետ Հայաստան առանց վիզայի այցելության հնարավորություն ունենալ, եթե պայմանականորեն վերցնենք վիզային այցելության երկրից լինել, դիմել է եւ ստացել է հատուկ կացության կարգավիճակ։